Խորհրդաժողովի հարգարժան մասնակիցներ, սիրելի քույրեր եւ եղբայրներ, ջերմորեն ողջունում ենք ձեզ հայոց արևելից կողմանց իմ մասնավորի գարման աշխարհի հարուստ եւ ինքնատիպ հոգեվոր մշակութային ժառանգության վերարժևորմանը նվիրված այս խորհրդաժողովի շրջանակներում եւ արդյունավետ ընթացք մաղթուն ժողովի մասնակիցներին։ Գարդմանը մեծ հայկի ուտիքի նահանգի 8 գավառներից մեկն է, որը հազարամյակ շարունակ եղել է հայի բնորանն ու հայոց մեծ հայրենիքի անբաժան մի մասը։ Այդ մասին են վկայում նրա վանական համալիրները, մատուրներն ու ամորոսները, նրա ժողովրդական բանահյուսությունն ու ավանդույթները, որոնք խոսում են հազարամյակների խորքից, վկայելով այդ տարածքներում հայության ապրելու, արարելու եւ պահպանվելու անկոտրում կամքի մասին։ Այսօր, երբ դարերի հեռավորությունից քննախույս հայացքով նայում ենք աստիճանաբար փոքրացող մեր հայրենիքի պատմությանը, հասկանում ենք որոշ ակնհայտ իրողություններ։ Այո, մենք իրապես հին ազգ ենք, մշակութաստեղծ, կառուցող, արարող, սակայն ցավի սիրտ ունենք մի շատ խոցելի կողմ։ Չունենք հեռատես ու ապագային ուղղված ռազմավարական մտածելակերպ, որով պիտի ապահովվեր մեր ստեղծած արժեքների եւ մեր հայրենիքի պահպանությունը։ Սրան հակառակ մեր շուրջը հայտնված քոչվոր ցեղերը իրենց նպատակային ու հեռու գնացող ծրագրերի միջոցով աստիճանաբար կարողացան տիրանալ մեր պապենական հողերին։ Հետաքրքիր մի փաստ, որ հատուկ է թուրքալեզու քոչվորներին։ Նրանց մոտ հայրենիք բառին համարժեք բառերից ամենակիրառականը աննայուր տերմինն է, որը նշանակում է մոր վրան։ Այսինքն, որտեղ որ նրանք խփում են իրենց վրանը եւ արածեցնում իրենց հոտերը, դառնում են իրենց հայրենիքը, եւ պատմությունը ցույց է տվել, որ այս ճանապարհով նրանք իրապես յուրացրել են շատ այլ ժողովուրդների պատմական հայրենիքները։ Արցախյան գոյապայքարը մի որոշ շրջան կտրեց մեր ազգի կորուստների շարունակական շղթան, բայց փաստորեն մենք չկարողացանք ճիշտ գնահատել մեր հաղթանակը եւ ավելի շատ վատնեցինք այն, որովհետեւ չունեցինք հեռատեսություն։ Մենք նաև չսովորեցինք Արցախյան հաղթանակի ուրախության ֆոնին մի տեսակ մոռացված Գարդմանի վերջին պատառիկի Շահումյանի հայաթափման դասը, որ կրկնվեց 23 թվականի Արցախի բռնի տեղահանման ժամանակ։ Այս ամենը մեզ համար իրապես մտածելու լուրջ առիթ է, որպեսզի կարողանանք նաև մեր մտածելակերպի փոփոխության շնորհիվ ծրագրել եւ ապահովել մեր ազգի ապագա գոյությունը։ Եթե իհարկե չենք ուզում որպես երկիր ու ազգ հայտնվել միայն պատմության գրքերում։ Այսօրվա աշխատաժողովը նվիրված Գարդմանի ուսումնասիրությանը ունի ոչ միայն գիտական ու մշակութային արժեք, այլև կարևոր ներդրում է մեր պատմական հիշողության պահպանման ու դրանց հիման վրա ներկայում գործնական հետևություններ անելու, ուստի նման գիտաժողովները այլևս վերածվում են սրբազան մի առաքելության, հիշելու, ճանաչելու եւ սերունդներին փոխանցելու մեր ամբողջ հայրենիքի գալիքի տեսիլքը։ Հանուն Արցախի թեմի եւ թեմական խորհրդի մենք մեր երախտագիտությունն ու ամբողջական աջակցությունն ենք հայտնում այս գիտաժողովի բոլոր կազմակերպիչներին, մասնավորապես Արարատյան արժեքների կրթական հիմնադրամին եւ Հայաստանի Հանրապետության Գիտության ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտին։ Թող այս հանդիպումը իրապես դառնա խորը մտորումների, գիտական երկխոսության եւ նոր նախաձեռնությունների հիմք։ Վերստի մեր օրհնությունն ենք բերում ամենքիդ եւ մաղթում արգասաբեր ընթացք այս գիտաշողովի աշխատակիցներին։ Շնորհակալություն։